Այսի գործակալը Մինեապոլիսում կրակել և սպանել է ավտոմեքենայի ղեկին գտնվող կնոջը։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրավապահների գործողությունները եղել են ինքնապաշտպանություն։ Թրամփի խոսքով կինը դիտավորյալ փորձել է մեքենայով վրաերթի ենթարկել դաշնային գործակալներին և խոչընդոտել նրանց գործողություններին։ Նա Truth Social-ում գրել է, որ կինը ագրեսիվ է եղել և դիմադրել է իշխանություններին։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչները հայտնել են, որ ավտոմեքենան օգտագործվել է որպես զենք։ Նախարար Քրիստի Նոեմը միջադեպը բնութագրել է որպես ներքին ահաբեկչության դրսևորում։ Միևնույն ժամանակ Մինեապոլիսի քաղաքապետը քննադատել է դաշնային գործակալների գործողությունները և պահանջել, որ այսը հեռանա քաղաքից։ Դեպքից հետո քաղաքում սկսվել են բողոքի ցույցեր, որոնց ընթացքում ցուցարարները այրել են ԱՄՆ դրոշը։ Fox 9-ի փոխանցմամբ սպանվածը 37-ամյա Ռենե Գուդն էր, 3 երեխաների մայր։ Նա մահացել է հիվանդանոցում։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Թրամփի և Վենեսուելայի միջև հակամարտությունը շարունակվում է, կան բազմաթիվ զոհեր, ինչպես նաև կան նորություններ պահանջվող նավթի մասին։ Թրամփը ունի նոր որոշումներ կապված մանկական պատվաստումների դեմ, ցանկին կծանոթանաք րոպեներ անց։ Ինչպես նաև այս անգամ Թրամփի ուշադրության կենտրոնում է նաև ռազմական ծախսերը, մեծ փոփոխություններ են սպասվում ոլորտում։ Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի ավարտը մոտ է, սպասվող զարգացումների մասին խոսել է անձամբ Զելենսկին։ Չինական BYD-ի և Տեսլայի միջև առկա է լրջագույն մրցակցություն, իսկ թե ում օգտին է դա, կիմանաք րոպեներ անց։ Կալիֆոռնիայում սպանություն գործած հանցագործը հնարավոր է ազատ արձակվի, դեպքի մանրամասներին կծանոթանաք հաղորդման երկրորդ բլոկում։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ։ Այս թողարկմանը հավաքել ենք ԱՄՆ-ում տեղի ունեցած ամենաթարմ ու հետաքրքիր նորությունները։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել մեզ, ապա բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակը և մեկնաբանություններում նշեք, որտեղից եք մեզ հետևում։ Իսկ հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան ԱՄՆ-ին կփոխանցի 30-ից 50 միլիոն բարել նավթ։ Ըստ նրա խոսքը պատժամիջոցների տակ գտնվող, բայց բարձրորակ նավթի մասին է, որը կվաճառվի շուկայական գնով։ Թրամփը նշել է, որ նավթի վաճառքից ստացված եկամուտների վերահսկողությունը անձամբ ինքն է իրականացնելու, համոզվելու համար, որ գումարները կօգտագործվեն ինչպես Վենեսուելայի, այնպես էլ ԱՄՆ-ի քաղաքացիների շահերից ելնելով։ Այդ մասին նա գրել է Truth Social-ում։ Նախագահը հայտնել է նաև, որ էներգետիկայի նախարարը հանձնարարել է անհապաղ սկսել ծրագրի իրականացումը և մոտ օրերին նավթը կտեղափոխվի ամերիկյան նավահանգիստներ։ Հայտարարությունից հետո նավթի համաշխարհային գները նվազել են ավելի քան 1%-ով։ ABC News-ի տվյալներով ԱՄՆ-ն Վենեսուելայից պահանջում է նաև խզել տնտեսական հարաբերությունները Չինաստանի, Ռուսաստանի և Կուբայի հետ և նավթարդյունահանման ոլորտում համագործակցել բացառապես ԱՄՆ-ի հետ։ Թեմային որպես հավելում ավելացնեմ, որ Վենեսուելայում ԱՄՆ-ի իրականացրած ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 75 մարդ։ Այս մասին The Washington Post-ին փոխանցել են ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները։ Զոհերի թվում կան Վենեսուելայի և Կուբայի անվտանգության ուժերի ներկայացուցիչներ, ինչպես նաև խաղաղ բնակիչներ։ Գործողության ընթացքում վիրավորվել է նաև առնվազն 6 ամերիկացի զինծառայող։ Թերթի տվյալներով նրանցից մի քանիսը հրազենային վնասվածքներ են ստացել այն տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ, որտեղ ձերբակալվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Գործողությունը ղեկավարել են ԱՄՆ բանակի հատուկ նշանակության Delta Force ստորաբաժանման զինվորները, 75-րդ ռեյնջերների գնդի և 160-րդ հատուկ ավիացիոն գնդի աջակցությամբ։ Այս ստորաբաժանումները սովորաբար ներգրավվում են ԱՄՆ-ի ամենավտանգավոր ռազմական առաքելություններում։ Թրամփը հաստատել է մանկական պատվաստումների նոր ծրագիր, որի համաձայն ԱՄՆ-ում երեխաներին այսուհետ կպատվաստեն հիմնականում 11 հիվանդությունների դեմ։ Թրամփը հայտարարել է, որ այլևս տասնյակ ներարկումներ չեն պահանջվի առողջ երեխաների համար։
Պարտադիր առաջարկվող պատվաստումները վերաբերում են կարմրուկին, խոզուկին, կարմրախտին, պոլիոմիելիտին, կապույտ հազին, փայտացմանը, դիֆթերիային, հեմոֆիլ ինֆեկցիային, պնևմոկոկային վարակին, մարդու պապիլոմավիրուսին և ջրծաղիկին։ Նոր կանոններով երեխաների համար պարտադիր չեն համարվում գրիպի, ռոտավիրուսի, հեպատիտ A-ի և որոշ մենինգոկոկային վարակների դեմ պատվաստումները։ Դրանք հնարավոր կլինի անել միայն բժշկի խորհրդով կամ ծնողների ցանկությամբ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտնել է, որ ծրագիրը մոտեցված է այլ զարգացված երկրների փորձին։ Միաժամանակ մի շարք մասնագետներ քննադատել են փոփոխությունները, սակայն նրանց կարծիքը ծրագրի հաստատման ընթացքում հաշվի չի առնվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմը կարող է ավարտվել առաջիկա 6 ամսվա ընթացքում, եթե միջազգային ճնշումը Ռուսաստանի վրա ուժեղանա։ Նրա խոսքով դա հնարավոր է նույնիսկ ԱՄՆ նախագահի գործող պաշտոնավարման ընթացքում։ Զելենսկին նշել է, որ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ բանակցությունները մտել են նոր փուլ, սակայն ընդգծել է, առանց Վաշինգտոնի ավելի կոշտ քայլերի առաջընթաց չի լինի։ Նա կոչ է արել ԱՄՆ-ին ավելի ուժեղ ճնշում գործադրել Ռուսաստանի ղեկավարության վրա։ Առցանց ճեպազրույցի ընթացքում Զելենսկին օրինակ է բերել Վենեսուելայում ԱՄՆ-ի իրականացրած գործողությունները, ասելով, որ նման մոտեցմամբ հնարավոր է նաև ձերբակալել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին։ Նրա կարծիքով դա կստիպի Վլադիմիր Պուտինին լրջորեն վերանայել իր դիրքորոշումը։ Դոնալդ Թրամփը առաջարկել է զգալիորեն ավելացնել երկրի պաշտպանական բյուջեն, այն հասցնելով $1.5 տրիլիոն։ Նրա խոսքով 2027 թվականի ֆինանսական տարում ռազմական ծախսերը պետք է ներկայիս մոտ $1 տրիլիոն-ից աճեն մոտ 1.5 անգամ։ Թրամփը հայտարարել է, որ այս քայլը թույլ կտա ԱՄՆ-ին երազանքների բանակ ստեղծել, որը կկարողանա պաշտպանել երկիրը ցանկացած սպառնալիքներից։ Նրա խոսքով ռազմական ծախսերի աճը կֆինանսավորվի այն եկամուտների հաշվին, որոնք ԱՄՆ-ն կստանա ներմուծվող ապրանքների վրա սահմանված նոր մաքսատուրքերից։ Թրամփը վստահեցրել է, որ այդ միջոցները բավարար կլինեն ոչ միայն բանակի ֆինանսավորումը մեծացնելու, այլև պետական պարտքի մարումը շարունակելու համար։ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով ԱՄՆ-ն դադարեցնում է մասնակցությունը 66 միջազգային կազմակերպությունների գործակալությունների և հանձնաժողովների աշխատանքներին, այդ թվում ՄԱԿ-ի հետ կապված մի շարք կառույցներում իրականացվող գործողություններին։ Սպիտակ տան խոսքով հիմնականում խոսքը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են կլիմայի, աշխատանքի և սոցիալական քաղաքականության հարցերով։ Վարչակազմը կարծում է, որ այդ կառույցները տարածվում են woke agenda, թարգմանաբար արթուն օրակարգ, որը նրանց գնահատմամբ չի համապատասխանում ԱՄՆ ազգային շահերին։ Դրանով նկատի ունեն այն գաղափարներն ու քաղաքականությունները, որոնք կենտրոնացած են սեռի և գենդերի հարցերի վրա, ռասայական և էթնիկ հավասարության թեմաների վրա, LGBTQ իրավունքների ընդլայնման վրա և այլն։ Այս որոշումը Թրամփի վարչակազմի հերթական քայլն է միջազգային համագործակցությունը սահմանափակելու և ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ավելի կոշտ ուղղությամբ տանելու համար։ Չինական BYD ավտոարտադրողը էլեկտրամեքենաների վաճառքով առաջ է անցել Տեսլայից Եվրոպայի երկու խոշոր շուկաներում՝ Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, հայտնում է Bloomberg-ը։ Գերմանիայում BYD-ի վաճառքները մեկ տարվա ընթացքում աճել են մոտ 800%-ով և հասել 23306 մեքենայի։ Մինչդեռ Տեսլայի վաճառքները գրեթե կրկնակի նվազել են, կազմելով 19390։ Մեծ Բրիտանիայում BYD-ն գրանցել է 51422 էլեկտրամեքենա, իսկ Տեսլան 45513։ Սակայն BYD-ի առաջխաղացումը նկատվում է ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում։ 2025 թվականին BYD-ն դարձել է աշխարհի խոշորագույն էլեկտրամեքենա վաճառողը, մատակարարելով 2.26 միլիոն մեքենա, մինչդեռ Տեսլան վաճառել է 1.64 միլիոն։ Վերլուծաբանների կարծիքով BYD-ի արագ աճը պայմանավորված է ավելի մատչելի գներով և Մեծ Բրիտանիայում չինական մեքենաների համար մաքսատուրքերի բացակայությամբ, իսկ Տեսլան Եվրոպայում բախվում է աճող մրցակցության։ Կալիֆոռնիայում հնարավոր է ազատ արձակեն դպրոցում հրաձգություն իրականացրած հանցագործին, խոսքը 2004 թվականին Սան Դիեգոյի դպրոցում տեղի ունեցած ծանր միջադեպի մասին է։ Այդ ժամանակ 15-ամյա Չարլզ Ուիլյամսը դպրոցում կրակելով սպանել էր 2 աշակերտի և վիրավորել ևս 13 մարդու։
Տարիներ անց դատավորը որոշել է վերանայել գործը։ Պատճառն այն է, որ Կալիֆոռնիայում ընդունվել է նոր օրենք, որը թույլ է տալիս վերանայել այն դատավճիռները, որոնք ծանր հանցագործությունների համար տրվել են անչափահասներին։ Նոր օրենքի համաձայն դատարանը պետք է հաշվի առնի, թե որքանով է փոխվել անձը տարիների ընթացքում եւ արդյոք նա կարող է վերադառնալ հասարակություն։ Ջորջիա նահանգում քննարկվում է եկամտահարկը աստիճանաբար վերացնելու գաղափարը։ Ներկայումս նահանգում եկամտահարկի դրույքաչափը կազմում է 5.19%։ Օրենսդիրների առաջարկով 2026 թվականից քաղաքացիները եկամտահարկ չեն վճարի առաջին $50,000 եկամտի համար, իսկ ամուսնական զույգերը չեն վճարի առաջին $100,000 համար։ Նախաձեռնության հեղինակների հաշվարկով այս քայլը հարկային բեռից Գազատի նահանգի հարկատուների մոտ 2/3-ին։ Հանրապետականներն ասում են, որ այս փոփոխությունը կօգնի մեղմել կյանքի թանկացման ազդեցությունը եւ կխթանի տնտեսական աճը։ Դեմոկրատները հակադարձում են, որ եկամտահարկը Ջորջիայի բյուջեի հիմնական աղբյուրներից է, տարեկան մոտ $16 միլիարդ եւ դրա կրճատումը կարող է վտանգել կրթության, առողջապահության, ճանապարհների եւ հանրային անվտանգության ֆինանսավորումը։ Բնակիչների կարծիքները ևս տարբեր են։ Ոմանք աջակցում են եկամտահարկի վերացմանը, իսկ մյուսները կարծում են, որ ավելի կարևոր է նվազեցնել անշարժ գույքի հարկերը։ The Wall Street Journal-ի փոխանցմամբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոնգրեսի անդամներին տեղեկացրել է, որ Վաշինգտոնի նպատակը Գրենլանդիան գնելն է։ Նրա խոսքով Թրամփի վարչակազմի կոշտ հայտարարությունների նպատակը Դանիայի վրա ճնշում գործադրելն է։ Թրամփը ցանկանում է ոչ թե ռազմական գործողություններ սկսել, այլ ստիպել Դանիային բանակցություններ սկսել թեմայի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ Սպիտակ տունը ուժի կիրառման տարբերակը չի բացառում։ Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակն ասել էր, որ Գրենլանդիայի գնման հարցը մնում է քննարկման օրակարգում։ ԱՄՆ դաշնային իշխանությունները սնվելու նոր ուղեցույցներ են հրապարակել։ Դրանցում խորհուրդ են տալիս ամերիկացիներին ավելի շատ բնական, ամբողջական մթերքներ եւ սպիտակուցներ ուտել եւ նվազեցնել խիստ վերամշակված սննդի, ինչպես նաեւ ավելացված շաքարի օգտագործումը։ 2025-30 թվականներին ԱՄՆ սննդային ուղեցույցները ներկայացրել են առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարները։ Այս փաստաթուղթը հիմք է դառնալու դպրոցական սննդի, սոցիալական ծրագրերի եւ դաշնային սննդային քաղաքականության համար։ Քենեդին նշել է, որ ուղերձը շատ պարզ է՝ կերեք իրական սնունդ։ Ուղեցույցներում առաջնահերթ են համարվում թարմ բանջարեղենը, մրգերը, ամբողջական հացահատիկները, կաթնամթերքը, առողջ ճարպերը եւ սպիտակուցները։ Նախարարություն ներկայացրել են նաև թարմացված սննդային գրաֆիկ, որտեղ հիմնական շեշտը դրված է սպիտակուցների եւ բնական մթերքների վրա, հրաժարվելով դասական սննդային բուրգի նախկին մոտեցումից։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ եւ թեմաներ են հրապարակված մեր սոցցանցերում։ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Ալդրիչ Էյմսը մահացել է Մերիլենդի դաշնային բանտում 84 տարեկանում։ Նա տարիներ շարունակ գաղտնի տեղեկություններ էր փոխանցել Ռուսաստանի օգտին եւ դատապարտված էր ՑՄՀ ազատազրկման։ Էյմսը ԿՀՎ-ում բարձր պաշտոն էր զբաղեցնում եւ տիրապետում էր ԱՄՆ-ի ամենագաղտնի հետախուզական տվյալներին։ Նա 1985 թվականից սկսած տեղեկություններ է փոխանցել խորհրդային, ապա ռուսական հետախուզությանը, գործելով Կոլումբիայում, Ռոմում եւ Վաշինգտոնում։ Վաշինգտոնի կենթանաբանական այգում վերջին 10 տարվա ընթացքում ծնվել են հազվագյուտ գուբաչ արջիտ ձագեր։ Նրանց մայրը 6 տարեկան Մոլին մշտապես ձագերի կողքին է։ Կենթանաբանական այգու աշխատակիցները ընտանիքին հետևում են տեսախցիկների միջոցով եւ հայտնում են, որ ձագերը առողջ են ու լավ են զարգանում։ Այցելուները ձագերին կկարողանան տեսնել միայն գարնանը, երբ նրանք առաջին անգամ մոր հետ դուրս գան բացօթյա բանդակ։ Warner Bros. Discovery-ի տնօրենների խորհուրդը մերժել է Paramount Skydance-ի կողմից ընկերությունը գնելու նոր առաջարկը, պատճառաբանելով, որ այն չափազանց ռիսկային է եւ մեծ պարտքային բեռ է ենթադրում։ Չնայած ավելի բարձր մոտ $108 միլիարդ առաջարկին, Warner Bros.-ը նախընտրել է մնալ արդեն գործող Netflix-ի հետ $82.7 միլիարդ գործարքի շրջանակում, այն համարելով ավելի կայուն եւ կանխատեսելի։ Netflix-ը հայտնել է, որ արդեն սկսել է հակամենաշնորհային անհրաժեշտ ընթացակարգերը։
Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորի նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել ենք այսքանը, կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։